Թե չէ, պարոն վարչապետ, Բաքվից հայտարարությունը եղավ, ԱԳՆ-ը նաև արձագանքեց, բայց Բաքվի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում էր, որ համաձայնեցվել է հիմա Հայաստանը, ես մոտավորապես եմ ասում, բայց իմաստային է, որ հիմա Հայաստանը պետք է արդեն սահմանադրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ սահմանադրության փոփոխության ուղղությամբ քայլեր անի։ Սա արդյոք նշանակում է, որ փաստաթուղթը ամեն դեպքում չի ստորագրվի, քանի դեռ այդ հարցերի պատասխանը Բաքուն չի ստացել։ Մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք սկսել խորհրդակցությունները խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Ադրբեջանը ունի իր պատկերացումները, Ադրբեջանը ունի իր հարցերը, մեր գնահատականն այն է, որ այդ բոլոր հարցերը խաղաղության համաձայնագրի տեքստով եւ տեքստում հասցեագրված են եւ մենք կփորձենք մեր դիրքորոշումները ավելի պարզաբանել խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների շուրջ խորհրդակցությունների արդյունքում, որի վերաբերյալ Ադրբեջանը ես ճանապարհին էի ոնց որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես այդ թեմայով հայտարարություն արել է։ Սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ քննարկում Բաքվի հետ հայկական կողմը ունի, որ ինչ որ ժամկետում Հայաստանը կանի այդ փոփոխությունը։ Ոչ, չունի այդ դրա հետ կապված քննարկում, որովհետև մենք տեսեք, նախ մեր դիրքորոշումը ես արտահայտել եմ, որ մենք կարծում ենք, որ առավել եւս Սահմանադրական դատարանի նախորդ տարվա սեպտեմբերի կարծեմ որոշումից հետո ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ։ Երկրորդը, մենք կարծում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց այս բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված կա հիմա արդեն նոր իրողություն։ Որն է այդ նոր իրողությունը։ Այդ նոր իրողությունը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է։ Իսկ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում է, լուծում է, հասկանում եք։ Եվ մենք հիմա առաջիկա քննարկումներում կփորձենք Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ եւ տեսնել որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը եւ ընդհանրապես, որովհետեւ ելի ասում եմ, որ մենք էլ կարծում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունն է Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջներ պարունակում։ Եվ նախկինում ոնց որ թե ես այդ թեմային անդրադարձել եմ, որ հիմա դուք հարց կբարձրացնեք, կասեք, բա այդ դեպքում ինչի Հայաստանն էլ իր հերթին չի բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության շատ լավ է, ուրեմն նախկինում ասել եմ դրա մասին, հիմա էլ առավել եւս հիմա, երբ որ ունենք համաձայնեցված տեքստ, երկու կողմից հաստատված, որ տեքստը համաձայնեցված է, առավել եւս հիմա ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծի առնվազն 3 հոդվածներում այդ խնդիրներին անդրադարձ կա եւ այդ հարցերը լուծված են։ Բայց Բաքուն չի հրաժարվում, պարոն վարչապետ, այսօր կրկնել են այդ պահանջը։ Այո, ես դա հասկանում եմ, ես ձեր հարցը հասկացա եւ ձեր հարցին եմ պատասխանում եւ ասում եմ, որ այդ թվում երկկողմ քննարկման արդյունքում ոչ, ինչ հարց կքննարկենք։ Մենք երկկողմ քննարկման արդյունքում, եթե հարցը կքննարկենք այն հարցը, որ Ադրբեջանի սահմանադրություն տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ եւ մենք ինչու ենք համարում, որ խաղաղության համաձայնագրի տեքստը լուծել է այդ խնդիրը, այդ թվում Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանից տարածքների պահանջների պահանջում։ Դուք նկատի ունեք, որ մինչ օրս բանակցային սեղանի շուրջ սահմանադրության հարց չի քննարկվել Բաքվի հետ, բացի իրենց հրապարակային հայտարարություններից։ Իրենք իրենց դիրքորոշումները, այսինքն ասել են, որ իրենք խնդիր են